Սա համացանցը ողողված է այն նորությամբ, թե իբր Թուրքիան պաշտոնապես աջակցելու է Նիկոլ Փաշինյանին գալիք 2026 թվականի ընտրություններում։ Նախ եւ առաջ ժողովուրդ ջան, սա լրիվ ապատեղեկատվություն եւ սուտ է, վիդեոն միջև վերջ նայեք, բացատրեմ, հասկանանք միասին։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը բարի բուն իմաստով այդ մարդը ասավ սենց ժողովուրդ ջան, բառացի բացատրում եմ իր ասածը, հայտարարեց, որ Հայաստանում այդ հարցումների արդյունքով ներկայիս դրությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջատար է։ Ու մենք գնահատում ենք նրա կառուցողական քաղաքականությունը եւ այս ամենի շտկում, այսինքն հայ-ադրբեջանական հարաբերությունների շտկումը, հայ-թուրքական հարաբերությունների հետագա շտկումը, այսինքն որևէ կերպ ընդ հայտարարություն չկա, որ այս Թուրքիան պաշտոնապես աջակցելու է պարոն Փաշինյանին, չկա այդպիսի հայտարարություն, մտեք ու շատիր կարդացեք։ Իսկ այն իրանց ձևով այդ համակարգման շարժման ղեկավար Նարեկ Կարապետյանը вообще այն ինչ էր արել, ասում է, բանը Թուրքիան պաշտոնապես աջակցում է Հայաստանին ընտրություններում, ժողովուրդ, ավարտվել է այդ ժամանակը, որ ինչ-որ պետությունից խառնվեն, որ Հայաստանում ինչ-որ մեկը իշխանության գա, չկա տենց բան, եղնելու է ընտրություններ, բոլորս գնալու ենք ընտրությունների, ով կհաղթի, նա էլ ուրեմն ժողովրդի մարդն է, թարգեք էլի ամոթ հայրոք, իրոք չի դզում են, որ էլի մենք մեր մեջ խոսում ենք սենց հայերս ներսում, էլի ինչ-որ տեղ լավ տոշնի է, արա բայց նայում են չէ սաղ աշխարհում, կասեն իրար ուտում են, էլի ընտրությունները իրար սկսեցին ուտելը, չի կարելի, ոչ մի կերպ Թուրքիան չի խառնվելու Հայաստանում ընտրություններին։ Ֆիդանը պարզապես հայտարարել է, որ Փաշինյանը սենց ասած ժողովուրդ ջան, լավ ղեկավար է, այս մարդը իր պետությունը կառուցում է ու մենք հիացած ենք իր կառուցողական դիրքորոշումներով։ Այնտեղ ինչ է ասել, որ չգիտեմ, էլի հասկանում եմ, որ պուճուր բանն էլ փիղ են սարքում, բայց դե պետք չի թարգեք էլի։ Ամեն դեպքում ժողովուրդը կույս չի, ամեն ինչ տեսնում է, ու վերջում ընդամենը մեկ բան ասեմ եւ ամփոփենք տեսանյութը։ Կեցե քաղաքացիական պայմանագիրը, կեցենք մենք Նիկոլ վարչապետ։